Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ի առավոտը սկսել է Հայաստանին ներկայացվող նոր և հին պահանջներով։ Դրանք հնչել են մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք։ Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը, որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։ Նման խոստումնալից վերնագրով համաժողովի անցկացումն արդեն տարօրինակ է թվում, հաշվի առնելով հաշտեցման և փոխադարձ պահանջներից հրաժարվելու հայտարարված ջանքերը։ Բայց ոչ։ Ալիևը մի բան ասում, մի այլ բան անում է։ Ինչպես երևում է ուղերձի տեքստից, Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հավատքի սրբավայրերը և գերեզմանատները, ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից ջնջելու համար։ Որպես սպառնալիքների և պահանջների տակառում մի գդալ մեղր, Ալիևը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, համատեղ հռչակագրի ստորագրումը և Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանական համայնքի խաղաղասեր ներկայացուցիչները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Եվ որ մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով, ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը և պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է և անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքը վերացնելու և ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու համար։ Ալիևից թարգմանաբար, սա խաղաղության համաձայնագիր ստորագրման պայմանն է։ Այնուհետև Ալիևը հղում է կատարել պատմական փաստերին, որոնք, ինչպես հայտնի է, հռչակվում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կողմից և որևէ կապ չունեն իրական պատմական փաստերի հետ։ Վերոնշյալից ելնելով, Ալիևը եզրակացրել է, անհրաժեշտ են քայլեր, հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավական շրջանակում գնահատելու համար, և միջազգային հանրության աջակցությունն այս հարցում չափազանց կարևոր է։